Բարև ձեզ, Factor TV հյուրը քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանն է, ողջույն պարոն Աբրահամյան։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն Սենատում լսումների ժամանակ խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից եւ Միացյալ Նահանգների դերից փորձում են կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը եւ ըստ էության ջանքեր գործադրվում նաեւ հայ գերիների ազատ արձակման համար, ասում եմ, մեր ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է խաղաղություն հաստատելու ուղղությամբ եւ փորձում ենք օրինակ կողմերին, հատկապես ադրբեջանական կողմին ներկայացնել այն հսկայական օգուտները, որոնք կստացվեն խաղաղության պայմանագրի ստորագրելուց, պատերազմի մեջ չներգրավելուց, որը մենք կհամարենք կործանարար, հակարդյունավետ եւ վերջին բանը, որ մեզ այս բանին անհրաժեշտ է տարածաշրջանում, ինչպես եք մեկնաբանում այս հայտարարությունը։ Եթե չեմ սխալվում, Ռուբիոն այդ հայտարարությունն արել է կոնգրեսի առջև ելույթ ունենալիս եւ սա հետաքրքիր է, այսինքն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, որը նաեւ անվտանգության առումով եւս մեկ պաշտոն է զբաղեցնում չափազանց առանցքային եւ այս երկուսի համատեղությամբ նման հայտարարություն անել է, ենթադրում է, որ իսկապես Միացյալ Նահանգների ուշադրությունը սևեռված է այս տարածաշրջանի վրա։ Իհարկե չեմ կարծում, որ առաջնահերթության կարգով շատ ավելի գլոբալ կարևոր հարցեր ունեն, բայց նկատի ունենալով նաև Միացյալ Նահանգների վարչակազմի խաղաղարարական, այսպես իմիջային, ձգտումները, այո, ես կարծում եմ, որ հայտարարությունը ավելի շատ այս համատեքստում կարելի է դիտարկել, ընդգծելու համար Միացյալ Նահանգների դերը բոլոր տարածաշրջաններում եւ հատկապես խաղաղության հաստատման տրամաբանության մեջ, իսկ խաղաղության, այսպես պատվիրատու լինելու եւ խաղաղության համար պատասխանատու լինելու առումով շատ կարևոր է այդ իմաստով եւ կարևորում եմ հատկապես այն իմաստով, որ շեշտադրումներն ավելի շատ ադրբեջանի զսպման ուղղությամբ է տարվում, համենայնպես ենթատեքստում այդպիսի միտք է զարգացում, որ Ադրբեջանին ենք բացատրում պատերազմի չներգրավման, խաղաղության համաձայնագիր ստորագրելու օգուտները։ Այո, այսինքն ռիսկերը տեսնում են ադրբեջանական կողմից, սա բխում է Հայաստանի շահերից անվտանգային, այսպես տեսլականից այն իմաստով, որ ինքներս էլ միշտ պնդում ենք, որ խաղաղության հիմնական շահառուն տարածաշրջանում եւ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Հայաստանն է հանդես գալիս եւ Ռուբիոն անուղղակիորեն ըստ էության շեշտում է այդ հատկապես այդ հանգամանքը։ Այս առումով կարծում եմ որոշակի ազդակներ Ադրբեջանում ամեն դեպքում սրանից կստանան, այսինքն որոշակի հետևություններ կանեն, թեև անկեղծ ասած մենք գիտենք Ադրբեջանը որքան այսպես ինքնուրույն քաղաքական վարքագիծ է փորձում դրսևորել, դիրքավորվել որպես տարածաշրջանային, այսպես թելադրող կամ լիդեր տարածաշրջանային եւ պետք է հաշվի նստեն անպայման։ Այո, եւ բնականաբար հուսալ, որ միայն այս հայտարարությունը կարող է ամբողջապես զսպել Ադրբեջանի տրամադրվածությունը, ուրեմն անհրաժեշտության դեպքում նաև ուժային լուծումների գնալու, իրենց համար կարևոր քաղաքական եւ ռազմաքաղաքական նշանակություն ունեցող հարցերի լուծման առումով չենք կարող այդ երաշխիքներն ունենալ, մանավանդ որ տեսնում ենք նաև թե ինչ ռետորաբանություն հաջորդեց այդ Ռուբիոյի այդ հայտարարությանը կամ համենայն դեպս համընկան դրանք իրար հետ, որոնք մեզ որոշակի մտորելու տեղիք տալիս են ամեն դեպքում։ Շատ լավ, ըստ էության ստացվում է, որ մենք պարոն Աբրահամյան լսում ենք ամերիկյան նոր վարչակազմի հանձնառությունը ինչ որ իմաստով էսկալացիա թույլ չտալու, այսինքն Հայաստան-Ադրբեջան ներխուժում թույլ չտալու եւ շատ կարեւոր հարց հայ գերիների ազատ արձակման, որովհետեւ Ռուբիոն խոսում էր կալանավորներից, խաղաղության ընդհանուր գլոբալ հարցի կայացման համատեքստում, հաստատ ադրբեջանցի քաղբանտարկյալներին մասին չէր խոսի Հայաստան-Ադրբեջան ակնարկը շատ թափանցիկ էր, բնականաբար հայ ռազմագերիներին է վերաբերում եւ գերիներին քաղաքացիական անձանց եւ նաեւ մեր քաղաքական գործիչներին, պետական գործիչներին, որոնք գտնվում են Ադրբեջանում եւ ենթարկվում են այդ կեղծ դատավարություններին,
այդ առումով իսկապես թափանցիկ էր ակնարկը, բայց առաջին անգամը չէ, որ Միացյալ Նահանգները այս միտքը շոշափում է բարձր մակարդակով։ Մենք էլի ենք լսել վարչակազմի տարբեր ներկայացուցիչների կողմից, ուրեմն հայ գերիների վերադարձի հետ կապված մի քիչ ավելի կոնկրետ նույնիսկ ուրեմն ձևակերպումներ, բայց սա նախորդ անվտանգության հարցերով խորհրդականը։ Այո, հենց դրանք նկատի ունեմ եւ կարեւորը այստեղ այդ ուղեգծի շարունակականությունն է, այսինքն մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները այս հարցը հայ-ադրբեջանական հակամարտության անդրադարձի կամ այդ հակամարտության նկատմամբ հայացքի տիրույթում երկրորդային չի համարում եւ այս մեսիջը որպես այդպեսին ամեն անդրադարձի դեպքում կատարելը որոշակի այնուամենայնիվ լավատեսություն հնչում է, որ ինչ որ քաղաքական ազդեցություն ամեն դեպքում կարող է սա ունենա, թեև հեռանկարների առումով գործնական արդյունքներ արձանագրելու առումով առանձնապես չեմ տեսնում։ Շատ լավ, Հայաստանի վարչապետը վերջերս ասում էր, որ լինելու է խաղաղություն, պատերազմ չի լինելու։ Սա իհարկե քաղաքական հայտարարություն է, որովհետև որևէ մեկը չի կարող գուշակել Ալիևի կամ որևէ մեկի, այսպես ծրագրերը, բայց մենք Ռուբիոյից լսում ենք, որ փորձում են կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը, այսինքն Միացյալ Նահանգները այդպիսի ռիսկ տեսնում է։ Այդ ձեր գնահատման որտեղից է այդ ռիսկը գալիս։ Ռիսկերը կարծում եմ առաջին հերթին գալիս են Ադրբեջանի չզսպվող կամ անզուսպ զիջումների ակնկալիքներից Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը ելնում է այն նշակետից, որ ինքը հաղթողի կարգավիճակում գտնվելով, Հայաստանը թույլի կարգավիճակում գտնվելով կարելի է հերթականությամբ փորձել հասնել իր քաղաքական ծրագրերից բխող, առաջնահերթություններից բխող պահանջների կատարմանը, որոշակի փուլում դրանք վերաբերում էին սահմանադրության մեջ փոփոխությունների կատարմանը եւ այլ հարցերին, եւ հիմա հերթականը, որ մեզ համար անակնկալ չէր իդեպ, մենք գիտեինք, որ տևականորեն պետական մակարդակով ուղղակիորեն տարվում է այս հարցը, այսինքն ադրբեջանցիների, էթնիկ ադրբեջանցիների Հայաստան վերադարձնելու հարցը, քաղաքական, ես կասեի միջազգային օրակարգ վերադարձնելու կամ օրակարգային հարց դարձնելու հստակ ծրագրային քաղաքականություն, եւ սա դրա դրսևորումներից մեկն է, ընդ որում Ադրբեջանը փորձում է դրան ինստիտուցիոնալ բնույթ տալ։ Ալիևի հայտարարությունը նկատի ունեք Թուրքիայում այդ համաժողովի ժամանակ։ Թուրքիայի, շնորհակալություն կոնկրետացման համար։ Այդ համաժողովի ժամանակ, որը ոչ պատահականորեն Թուրքիայում էր կազմակերպվել, արվեցին հայտարարություններ Արևմտյան Ադրբեջանի, ուրեմն հազարավոր ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի եւ անվտանգության ապահովման վերաբերյալ եւ այլն, այսինքն պարզ երևում է, որ այդ խոսույթը առաջ է մղվում եւ այդ խոսույթը իր հետևից չի կարող չունենալ քաղաքական նաեւ շերտ, այսինքն պլանավորվածություն որոշակիորեն, եւ սա իր հերթին չի կարող ցույց չտալ կամ միջազգային հանրության, այդ թվում նաեւ Վաշինգտոնին ցույց չտալ, թե ինչպիսի թաքնված կամ բացահայտ հավակնություններ կան Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, իսկ որ այս հարցը նաև այս ձևակերպումներով ուղղակի առնչում է դրան, որևէ կասկած եւս չի կարող լինել, որովհետեւ այս հայտարարությունը էսկալացիայի նաև այո, էսկալացիայի տրամաբանություն ունի, այն իմաստով, որ մենք հասկանում ենք, որ թեև այս փուլում իրենք խոսում են խաղաղ ճանապարհով, այսինքն նույնիսկ հայտարարության մեջ հնչել է տեսակետ, որ ոչ թե իսկին տեսակետ, այլ ուղերձ է հնչել առայն, որ սա ամենևին չի նշանակում, որ իրենք որոշակի տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանի կամ չեն ճանաչում տարածքային ամբողջականություն, եթե կարելի է այդպես ասել, բայց իրավունքների եւ հատկապես անվտանգության երաշխավորման պնդումներ անելը ենթադրում է, որ իրենք հետագա ուրեմն սրա հետ կապված քաղաքականությունը կառուցում են հնարավոր տեղափոխման դեպքում, ադրբեջանցիների Հայաստան գալու դեպքում այդ գործոնը կարևոր քաղաքական գործոն դարձնելու եւ Հայաստանում իրենց այն խնդիրները, որոնք պայմանավորված են իրենց արևմտյան Հայաստանի գաղափարախոսության իրագործելիության հետ, փորձեն դրա միջոցով իրականացնել եւ թելադրողի նոր պահանջներ ներկայացնողի
դիրքերից հանդես գալ եւ այս իմաստով չի կարող ինքը վտանգ չներկայացնել որպես այդպեսի նաեւ էսկալացիայի առումով, որովհետեւ պարզ է, որ քաղաքական այսինքն լուծումների արդյունքները չտեսնելու դեպքում իրենք կարող են նաեւ որոշակիորեն հետամուտ լինել նաեւ կամ փորձել զարգացնել նաև ուժային ճանապարհով ադրբեջանցիների այսպես կոչված իրավունքների, այսինքն իրենց իրացման ճանապարհը, այդ իրացման համար, այո, նաև էսկալացիոն ճանապարհով այդ խնդիրը լուծել, բայց էսկալացիայի ամենալուրջ խնդիրը ավելի, այսպես ասեմ, ավելի կարճաժամկետ կտրվածքով դա եղել եւ շարունակում է մնալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդրի լուծումը, որը ոչ միայն ադրբեջանական, այլև համաթուրքական մասշտաբի խնդիր է լուծում, հետեւաբար այս հարցը այստեղից բխող անվտանգային ռիսկերն ավելի մեծ են։ Եվ նաեւ կարծում եմ, որ Միացյալ Նահանգների այդ մտահոգությունը պայմանավորված ուրեմն էսկալացիայի ռիսկերով բխում է նաև, այսինքն անկալելի է եղելի սկզբանը եւ հենց այդ էր պատճառը, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ կնքեց ռազմավարական գործակցության այդ փաստաթուղթը հայտնի, այսինքն շրջանակային փաստաթուղթ էր դա, որը եւս անուղղակի ուղերձ էր Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականություն ինչ որ իմաստով իր պաշտպանության ներքո առնելու անուղղակի այսպես ուղերձ հղելու տեսակետից, այսինքն Միացյալ Նահանգները ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ այստեղ հետաքրքրություններ ունի եւ այդ հետաքրքրությունները առաջնահերթորեն պայմանավորված են էսկալացիա թույլ չտալու հանգամանքով։ Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների այս նոր վարչակազմը, պարոն Աբրամյան, կոնկրետ բաներ է ասում, հա, ոչ թե լավ կլիներ, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը կնքեն խաղաղության պայմանագիր, ոչ թե եկեք գնանք խաղաղության, այսինքն ոչ թե այսպես կոնկրետ, ոչ կոնկրետ բաներ, այլ շատ կոնկրետացում է, որ մեր թիմը ըստ էության աշխատում է էսկալացիայի ռիսկեր նվազեցնելու ուղղությամբ, բացատրում ենք կողմերին, հատկապես Ադրբեջանին, որ կործանարար, հակաարդյունավետ կլինի պատերազմի մեջ ներգրավելը, հա, այսինքն իսկ որ Թրամփը այսինքն որոշակի հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար, նաև ենթատեքստում կարելի է դա հասկանալ, որ Ադրբեջանի համար դա որոշակի հետևանքներ կարող է ունենալ, եւ սա կարծում եմ տեղավորվում է ամբողջությամբ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի արտաքին քաղաքական եւ անվտանգային ընդհանուր դոկտրինայի մեջ նոր վարչակազմը Միացյալ Նահանգների վարում է ավելի շատ ուրեմն ես հավատում եմ այդ իրենց այդ լոզունգին, այսինքն գնալ գլոբալ խաղաղության ճանապարհով, փորձում են ամեն դեպքում տարբեր մենք տեսնում ենք տարբեր հակամարտությունների մեջ ինչպես են իրենք ներգրավում, այդ թվում նաև տեսնում ենք բոլորս ինչքան ակտիվ են ռուս-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում, տեսնում ենք ինչպիսի դերակատարում ունեցան Հնդկաստան-Պակիստան կարգավորման գործընթացում, Ռուանդայում եւ որ երկիրներ Աֆրիկայում իրար հետ էլի մեմորանդում ստորագրեցին խաղաղության գնալու այնտեղ պատերազմում են։ Տեսնում ենք թե ինչ հետևականություն է դրսևորվում արաբական աշխարհի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այսինքն այդ դրանք միայն ուղերձներ չեն, ակնհայտ քաղաքական խնդիր է դրված գլոբալ անվտանգային խաղաղության որոշակի կամ կայունության, այսպես ասենք, կառավարելի կայունության որոշակի համակարգ ձևավորելու, որովհետև այս պահին Միացյալ Նահանգները ունի լուծելու շատ կարևոր տնտեսական խնդիրներ, գլոբալ խնդիրներ եւ այդ խնդիրները լուծելու համար հենց այդպիսի միջավայր է անհրաժեշտ։ Հենց սա է կարծում եմ ընկած Միացյալ Նահանգների այս նոր քաղաքականության հիմքում։ Շատ լավ, իհարկե դիվանագետները շատ զգուշ են խոսում եւ այն ինչ որ կուլիսներում կարելի է շատ բաց խոսել, ասենք կոնգրեսում ասում է մենք ստիպված ենք գործ ունենալ երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն իդեալական մոդել, ԱՄՆ-ն ամեն դեպքում շփվում են իր ազգային շահերից ելնելով, ձգտելով հավասարակշռել դրանք դիվանագիտության հետ եւ սա ըստ էության Հայաստան-Ադրբեջան կոնտեքստում էր ասում հաշվի առնելով նաեւ որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը այս ադմինիստրացիան ընդունել է եւ արդեն իսկ իրենք նույն Ռուբիոն Փաշինյանի հետ խոսակցության ժամանակ ընդգծել էր, որ մենք խոսեցինք իբրև ռազմավարական գործընկերներ ընդհանուր շահերի շուրջ, կարելի է որ այս
այս վերագրումը Ադրբեջանին տանել, որ չունեն իդեալական մոդել, բայց դե պետք է խոսենք, ստիպված ենք։ Նույնը Ռուսաստանի մասին է, հա, երևի։ Այո, իսկապես այդպես է, եւ Ադրբեջանի կառավարման համակարգի առանձնահատկությունները, այդ ավտորիտար կամ տոտալիտար ինչ-որ իմաստով ռեժիմների եւ մանավանդ մենք տեսնում ենք նաեւ Ադրբեջանի մանևրումները Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում եւ կարող ենք իսկապես ենթադրել, որ Միացյալ Նահանգների համար դա որոշակիորեն նյարդայնացնող երևույթ է, հանգամանք է, բայց հենց գերտերության, առավելևս այնպիսի գերտերության համար, ինչպիսի Միացյալ Նահանգներն է, խնդիրն էլ հենց այդպիսի պետությունների հետ գործ ունենալն է, այսինքն գործ ունենալ երկրների հետ, որոնք իրենց հանձնառությունների նկատմամբ պատասխանատվության, այսպես ցածր մակարդակի զգացողություններ առանձնապես չունեն, այսինքն ցածր մակարդակի են եւ նրանց պետք է բերել իրատեսության դաշտ, պետք է բերել գործնականության դաշտ եւ իրենք փորձում են կարծես թե այդ ուղղությամբ աշխատել։ Շատ լավ, պարոն Աբրամյան, այս արևմտյան Ադրբեջանի թեմատիկան կա այսպես Հայաստանում նաև ընկալում, որ սա հայլացում է Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի թեմա է եւ որպեսզի հայկական կողմը ոչ միայն պաշտոնական փաստաթղթային բանակցային մակարդակներում այս թեման առաջ չքաշի, այլև միջազգային այսպես համաժողովներ չկազմակերպի եւ այլն, Ադրբեջանը սա առաջ է բերում եւ ասում է, եթե դուք առաջ կբերեք, ես էլ առաջ կբերեմ։ Բայց հիմա Հայաստանը այս հարցը առաջ չի քաշում, հա, այսինքն չկա այդպիսի օրակարգ, անգամ ներքին լարումներ են լինում Հայաստանի իշխանությունների եւ Արցախի նախկին, այսպես տարբեր ներկայացուցիչների նկատմամբ, դա բայց մեր թեմատիկան է, հարցս այն կոնտեքստում է, որ ինչու է Ադրբեջանը հիշեցնում եւ այս հարցը Ալիևի մակարդակով, հա, բարձրացնում, ոչ թե ինչ-որ ՀԿ-ների եւ այլն, նախկինում դա ՀԿ-ների մակարդակով են։ Հիմա ըստ էության պետական պահանջ է, որպես ձևակերպվում, ի թիվս սահմանադրություն փոխելու Մինսկի խումբ։ Ես պատահական չնշեցի, սա ըստ էության հասունացվում է նոր պահանջ, նոր զիջման պահանջ, եւ այս տրամաբանության մեջ է այդ գործողությունները համաժողովներ հրավիրելու, գիտաժողովներ հրավիրելու եւ այս process-ը շարունակական բնույթ է ունենալու եւ ես կարծում եմ, որ նաեւ քարոզչական տիրույթ են տեղափոխվելու իրենք, փորձելու են նաեւ հոգեբանական ազդեցություն գործադրել, նախ միջազգային հանրության մոտ լեգիտիմացնել իրենց այդ պահանջը, հետո նաեւ Հայաստանում որոշակի դրա շուրջ թելադրված օրակարգ փորձել հասունացնել, որպեսզի անդադար այդ թեմայով խոսելը ինչ որ առումով բնականոնացնի այդ խոսույթը Հայաստանում։ Իսկ իրենց նպատակներից մեկը կարծում եմ կարող է դա լինել։ Բայց այստեղ մի ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Այո, իսկապես իր թաքնված կամ տակտիկական նպատակներից մեկը հենց հայկական կողմի Արցախի հետ կապված ուրեմն որոշակի իրավունքների պաշտպանության եւ ապահովման առումով պահանջներից հրաժարվելուն մղելն է կամ դաշտ չստեղծել, թույլ չտալ, որպեսզի Հայաստանը այդ խնդիրը որևէ մակարդակում, միջազգային որևէ մակարդակում բարձրացնի։ Սա պարզ է, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը շատ ավելի նախաձեռնողական է այս հարցում եւ կանխարգելիչ, այսպես ընդ որում կարելի ասել, կանխարգելիչ տրամաբանությամբ է գործում, ընդհանրապես արգելակելով կամ թույլ չտալով, որպեսզի Հայաստանը այս թեման ընդհանրապես բարձրացնի եւ հենց դրանով է պայմանավորված իրենց այս խոսույթի եւ օրակարգի հասունացման ագրեսիվությունը, կարելի է այդպես ասել։ Եվ սա ցույց է տալիս նաեւ, որ մենք այստեղ շատ ուրջանելիքներ ունենք եւ ոչ միայն այստեղ, այլ ընդհանրապես մեր հետաքրքրությունները, շահերը, մեր տակտիկական նկատառումները, օրակարգեր ձևավորելու կամ հակաօրակարգեր առաջ մղելու առումով ունենալու պլանավորված գործողությունների հաջորդականություն եւ այդ ճանապարհով նաեւ հակակշռելու այն բոլոր հոգեբանական, քարոզչական, քաղաքական, դիվանագիտական նախաձեռնություններին, որոնք Ադրբեջանը փորձում է այսօր շատ ակտիվորեն առաջ մղել, իրականացնել։ Այսինքն այստեղ ակնհայտ անհավասար դրության մեջ են գտնվում եւ կարծում եմ մեր ռազմավարական միտքը կամ մտավոր ներուժը փորձագիտական ներուժը անպայման պետք է ծառայեցվի այս կոնտեքստում մեր անելիքները հետագայում որոշակիացնելու համար։ Տեսեք, Միացյալ Նահանգները օրինակ ռուս-ուկրաինական
պատերազմի կանգնեցման կամ բանակցություններում շատ կոշտ հռետորաբանություն է օգտագործում նախագահ Թրամփը սպառնալով մի օր սրան, մի օր նրան բարիքներ խոստանալով տնտեսական եւ այլն, բայց նաեւ նրանք ըստ էության ցույց են տալիս, որ իրենց համբերության բաժակը կարող է լցվել ինչ-որ մի բան եւ դուրս գան եւ Թրամփը անգամ չէր բացառում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների այսպես խստացումը, հա։ Դուք այ ինչ ձեռագիր եք ակնկալում կամ ենթադրում Հայաստան-Ադրբեջան կոնտեքստում, որովհետև այստեղ հարցերը ավելի հեշտ են իրականում, հա, որովհետև 17 կետ համաձայնեցված է եւ Ադրբեջանի ապակառուցողականությունն է ընդամենը պետք ճնշել, զսպել, հա, այս նոր պահանջներից հրաժարվի եւ կնքի համաձայնագիր վավերացնի, դա էլ է կարևոր, որովհետև կարող է ստորագրել, բայց չվավերացնել ինչ որ նախապայմաններ էլի դնելով, հա։ Դա ինչ սպասել է այստեղ։ Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ Հարավկովկասյան տարածաշրջանում ցանկացած զարգացում միշտ ածանցվում է այն գլոբալ երևույթներից ու process-ներից, որոնք տեղի ունենում աշխարհում։ Եվ այո, ճիշտ նկատեցիք, ռուս-թուրքական ներողություն, ռուս-ուկրաինական հակամարտությունը ուղիղ ազդեցություն ունի սրա վրա։ Իմ տպավորությունն այնպեսին է, որ մենք տեսնում ենք նաև, որ Ադրբեջանի նկատմամբ ակնհայտ այդպես ճնշումներ էլ չկան, որպեսզի փորձի հրաժարվել իր այդ նախապայմաններից եւ այլն, եւ այստեղ կարծես թե այդպես չեզոք կամ դիտորդի կարգավիճակով հետևում են այս process-ին, իհարկե ողջունում են, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի կետերը եւ այլն, բայց դրանից ավելի մեծ պահանջներ կարծես թե առաջ չեն քաշվում, ավելին Միացյալ Նահանգները նույնիսկ մտավախություն է հայտնում, որ կարող է էսկալացիայի փուլ տեղափոխվենք, այսինքն այստեղ էլի կառավարելի կայունության տրամաբանությունն ավելի շատ գործում, քան կողմերից մեկին տվյալ դեպքում Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի ստորագրմանը մղելու տրամաբանությունը։ Մեզ համար սա որոշակի ազդակ է, սա մենք պետք է հասկանանք, որ գլոբալ թեմատիկան այսօր շատ ավելի արդիական է հիմնական խաղացողների համար եւ այստեղ սպասողական ավելի շատ զսպող նկատի ունեմ էսկալացիա թույլ չտալու տրամաբանությունն է աշխատում, այսինքն խնդիրը դրված է առաջնահերթությունը տալու ավելի գլոբալ հիմնահարցերի կարգավորմանը, դրանց համատեքստում նոր կարող է անդրադարձ կատարվել կամ որոշակիորեն դրանցից ածանցվող լուծումները կարող են իրենց ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման process-ի վրա, որովհետև այնտեղ իսկապես տեղի ունեն խմորումներ, process-ներ, մանավանդ վերջին շրջանում։ Եկեք տեղափոխենք զրույցը հենց ռուս-ուկրաինական թատերաբեմ, Թրամփը եւ Պուտինը խոսեցին եւ ամերիկյան կողմը սպասում է ռուսական պահանջների ցանկին կամ ակնկալիքներ պատերազմը կանգնեցնելու։ Տեսեք, մենք շատ երբ որ մանր հարցերն ենք անդրադառնում, կարող է մոլորվենք, ով ինչ ասաց, ինչ պնդեց, ինչ պահանջ դրեց, նա ինչ արձագանքեց եւ այլն, հա, այդքանը լրահոսի, եթե փորձենք սեղմել, յուրաքանչյուր ունի իր կարծր դիրքը, Ռուսաստանը իր պայմաններ, ըստ էության, այսպես պայմաններ կողմ ենք պատերազմը կանգնեցնելուն, բայց համակարգային, հա, լուծումներ պետք է լինեն իրենց պահանջների կատարումը։ Ուկրաինան ասում է իհարկե կողմ ենք, բայց մեր շահերը հաշվի առնենք, ասենք 4 շրջաններից դուրս եկող չենք, որովհետև մենք կարողացել ենք որոշ շրջաններ պահպանել, հա։ Այստեղ էլ եք դուք ինչ-որ շատ զգուշավոր զարգացումների համատեքստում։ Անկեղծ ասած, վերջի բանակցությունները, որոնք տեղի ունեցան Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև եւ դրան հաջորդած Միացյալ Նահանգների վարչակազմին ու տվյալ դեպքում նախագահի նախաձեռնողականությունը եւ դրանից հետո նաեւ հնչած ուղերձները կապված ուրեմն Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր հրախոսազրույցի եւ դրա արդյունքների առումով շատ լավատեսություն չեն ներշնչում, որ այդ հակամարտությունը մոտենում է տրամաբանական եզրագծին, նկատի ունեմ համապարփակ խաղաղության ձեռքբերմանը եւ պայմանագրի ստորագրմանը եւ առաջին հերթին հրադադարի հաստատմանը, որովհետեւ տեսնում ենք, որ բոլոր կողմերն են կարծես թե իրենց հայտարարությունների առաջնահերթություններում հենց դա են դիտարկում, մեկի պարագայում մշտական
հարատև, այսպես ասենք, խաղաղության հաստատումն է, հրադադար չասենք, արդյոք խաղաղության հաստատումը եւ ընդհանրապես մարտական գործողությունների դադարեցումը։ Մյուսի դեպքում ավելի տակտիկական նկատառումներ ենք նկատում, կոնկրետ օրինակ Ուկրաինայի, որովհետեւ Ուկրաինան տարածքներ է կորցրել եւ որոշակի հույսեր կարող է ունենալ, որ ինչ որ մի ժամանակահատվածում ուժերի վերամոբիլիզացման արդյունքում քաղաքական իրադրության փոփոխության արդյունքում հնարավոր է ինչ որ բաների հասնել։ Կոնե դե յուրե, այսպես ասենք, չզիջի Ռուսաստանը։ Այո, ամենակարևորը դե յուրե չզիջի, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հիմնական պահանջներից մեկը հենց լեգալացնելն է այն ձեռքբերումները, որոնք ունեցել է Ուկրաինայում տարածքային ուրեմն ձեռքբերումների առումով։ Այստեղ Ուկրաինայի դիրքերը բանակցային որոշակիորեն թուլացել են այն իմաստով, որ հիշում եք Կուրսկի մարզում տեղի ունեցած process-ները, տարածքների գրավումը, դրանք արվում էին ոչ թե Ռուսաստան ներխուժման նպատակով կամ այսպես ասած առաջ շարժվելու նկատառումով, այլ հենց բանակցային դիրքերը ուժեղացնելու առումով, բայց այսօր Ուկրաինան կորցրել է այդ խաղաթուղթը եւ մենք տեսնում ենք շատ ավելի մեծ հակվածություն գնալու հրադադարի, որովհետեւ ամեն հաջորդ օր նոր կորուստներ է բերում Ուկրաինայում։ Այստեղ լուրջ խնդիր կա եւ հենց այս հանգամանքից է բխում նաեւ Ռուսաստանի գնալով անզիջում ավելի ու ավելի կոշտացող դիրքորոշումը, որովհետեւ շատ լավ տեսնում է, որ իր բանակցային դիսկի դիրքերը զգալիորեն բարելավված են հիմա, շատ լավ տեսնում է, որ Միացյալ Նահանգները զգալի զգուշավորություն է ցուցաբերում իրեն ուրեմն հրադադարի մղելու տեսանկյունից կամ այդ ուղղությամբ որոշակի պայմանավորություններ ձեռք բերելուց եւ սա հոգեբանական որոշակի առավելություն է տալիս Ռուսաստանին ավելի շատ ժամանակ ձգելու, ինչքան հնարավոր է ժամանակ ձգելու, ինչքան հնարավոր է շատ տարածքներ ձեռք բերելու, ռազմական հաջողություններ ունենալու եւ ինչքան դա շատ է տեղի ունենում, այնքան ավելի դիմացի կողմը ավելի զիջումների ուրեմն հակվածություն է սկսում ցուցաբերել։ Այսինքն այս բոլոր ազդակներից ելնելով Ռուսաստանի կողմից մենք այսօր տեսնում ենք ավելի ու ավելի կոշտացող քաղաքական վարքագիծ։ Եվ սրան կրկնում եմ առաջին հերթին նպաստում է ուրեմն Միացյալ Նահանգների ոչ շատ համարձակ գործողությունները, իսկ դա մենք տեսնում ենք այն իմաստով, որ տեսեք, սկզբնական փուլում խոսքը գնում էր ուրեմն սանկցիաների ուժեղացման մասին Ռուսաստանի նկատմամբ, նույնիսկ եվրոպական երկրները հանդես եկան հայտարարությամբ, մի քանի առաջադեմ երկրներ, խոսքը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի մասին է, որ խոսել են նաև Թրամփի հետ, որպեսզի ընդհանուր նոր սանկցիոն փաթեթ կիրառեն Ռուսաստանի դեմ, եթե չգնա ռեալ բանակցությունների, ոչ թե բուտաֆորիկ բանակցությունների, այլ ռեալ բանակցությունների։ Բայց այդ խոսույթը կարծես թե հետբանակցային Ստամբուլյան քննարկումներից հետո կարծես թե զարգացում չի ունենում եւ Եվրոպայում նաեւ փորձագիտական լայն շրջանակներում մտավախություն կա, որ Միացյալ Նահանգները չի փորձում գնալ այս ճանապարհով, այսինքն փորձում է ավելի շատ շարժվել Ռուսաստանին պահանջները ինչ որ իմաստով ոչ իհարկե մաքսիմալիստական չափերով, այլ որոշակի ռեալ հողի վրա ամրագրելու ճանապարհով, ավելի շուտ դիվանագիտական ճանապարհով լեզու գտնելու ճանապարհով եւ այստեղ էլ կա նաեւ Միացյալ Նահանգների վարկագիծը հասկանալու խնդիր, ինչու է պայմանավորված այս մոտեցումը, որովհետեւ ակնհայտ է, որ շատ ավելի լուրջ կարող է այդ սեղմակներին սեղմել նպատակին հասնելու համար։ Բայց մենք պետք է հասկանանք, թե պատճառն ինչումն է դրա։ Սա շատ կարևոր է ընդհանուր գլոբալ համատեքստը հասկանալու համար։ Մենք տեսնում ենք զուգահեռաբար ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հարաբերություններում։ Չինաստանը այսօր Միացյալ Նահանգների համար 1 գլոբալ հակառակորդն է բոլոր իմաստներով եւ այս մրցակցության մեջ տեղը չզիջելու եւ նաեւ առաջատարի լիդերության խնդիրը լուծելու առումով նաեւ ստրատեգիական չափազանց կարեւոր խնդիր է սա իրականում Միացյալ Նահանգների համար, տնտեսական առումով, ռազմական առումով, տեխնոլոգիական առումով ետ են գնում կամ արդեն իսկ նկատում են, որ տեմպերն այնպեսին են Չինաստանի զարգացման, որ իրենք զգալիորեն ետ են մնալու եւ փորձելու համար զսպել այս process-ները
փորձում են քաղաքական լուծումներ գտնել, բայց այդ քաղաքական լուծումների համատեքստում Ռուսաստանի նկատմամբ կոշտ միջոցների ձեռնարկումը ինքնաբերաբար հանգեցնելու է Չինաստան-Ռուսաստան առանցքի ուժեղացման։ Այս առանցքը արդեն ավելի մեծ գլոբալ խնդիր է հարուցելու Միացյալ Նահանգների համար եւ իրենք փորձում են, այսպես ասած, հավասարակշռված մոտեցումներով փորձել խնդիրը լուծել այնպես, որպեսզի Ռուսաստանը չմղվի Չինաստանի գիրկը, այս պահին կարելի է այդպես բնորոշել։ Եվ այստեղից ածանցում է Միացյալ Նահանգների ավելի այսպես փափուկ մեղմ քաղաքականությունը ուկրաինական բանակցությունների հարցում։ Իհարկե մենք տեսնում ենք նաև, որ Միացյալ Նահանգները Չինաստանին բլոկավորելու խնդիրը փորձում է լուծել թե Մերձավոր Արևելյան ճակատում, թե ուրեմն հարավամերիկյան տարածաշրջանում, թե Խաղաղ օվկիանոսյան ընդհանուր տարածաշրջանում, այսինքն իր հիմնական առաջնահերթությունը սա է եւ այդ մնացած բոլոր կոնկրետ այս պարագայում Եվրոպայում ստեղծված իրավիճակը ուրեմն պայմանավորված է դրանով։ Սա բավականին լուրջ տեկտոնիկ տեղաշարժեր են այն իմաստով, որ մենք տեսնում ենք նաև Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հարաբերությունների միջև անվստահության ճեղքվածքի մեծացում, երբևէ նման բան ՆԱՏՕ-ի ձևավորումից հետո չէր եղել։ Անկամ Թրամփի առաջին առաջին պաշտոնավարման ժամանակ էլ այսպիսի բան չի եղել, բայց այսօր ստիպված է Միացյալ Նահանգները գնալ այս առանցքի թուլացման գնով Չինաստանի զսպելու ճանապարհով, որովհետև իր կախվածությունը Եվրոպայից եւ իր եվրոպական տարածաշրջանից եւ անդադար ռեսուրսների հատկացումը այս միջավայրում, այստեղի անվտանգային համակարգին իրեն թույլատնում է այն մյուս իր համար ոչ պակաս կարևոր, միգուցե շատ ավելի կարևոր առաջնահերթ խնդիրները լուծելու դաշտում։ Եվ այս առումով փորձում է, ենթադրում եմ այն հաշվարկից ելնելով, որ Միացյալ Նահանգներ Եվրոպա այս քաղաքակրթական առանցքում տեղի ունեցող տեղատվությունը ժամանակավոր բնույթ է կրելու, ինչ որ փուլից սկսած նորից ուրեմն կվերականգնվի հարաբերությունների ընդհանուր լանդշաֆտը, որ գոյություն ուներ մինչ այդ, բայց մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ այս նոր աշխարհակարգի ուրեմն ձևավորման պրոցեսները, որոնք տեղի են ունենում, նաև մղում են Եվրոպային մտածելու սեփական անվտանգային համակարգը ձևավորելու առումով, որովհետև այն հույսերը, որոնք տասնամյակներ շարունակ կապված են եղել Միացյալ Նահանգների հովանոցի հետ, այսօր կարծես թե փլուզում է կամ համենայնպես այդ երաշխիքները չեն ստացվում Միացյալ Նահանգներից եւ Եվրոպան կանգնած է սեփական անվտանգության համակարգը ձևավորելու առումով մարտահրավերի առջև եւ ուկրաինական խնդրի լուծումը առաջնահերթ նշանակություն ունի Եվրոպայի համար հենց այս տեսանկյունից։ Մենք երբ որ համեմատում ենք Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ջանասիրությունը կամ այսպես հետևողականությունը կամ բանը համոզվածությունը նրանում, որ պետք է Ռուսաստանին զսպելու միջոցով գնալ հակամարտության կարգավորման, հենց գալիս է դրանից, որ Եվրոպան ինքն իր համար ուզում է ստեղծել այդ անվտանգության երաշխիքները, որոնք այն մարտահրավերների համատեքստում, որոնք գալիս են Ռուսաստանից։ Սա է խնդիրը, բայց այդ ժամանակը կարծես թե քիչ է եվրոպական երկրների համար եւ այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ ավելի շատ ցայտնոտային ուրեմն վարկագիծ ենք արձագանքողի դերում։ Այո, նկատում, որովհետեւ կարծես թե դուրս են մնում բոլոր հիմնական ձևաչափերից։ Տեսեք, Ստամբուլում տեղի ունենում քննարկում, տեղի ունեն բանակցություններ, բայց Եվրոպան Ռուսաստանի կարգավիճակում է, Թուրքիան է առաջին պլանում, այո, Սաուդյան Արաբիան է առաջին պլանում, բայց Եվրոպան այստեղ չկա, որովհետև Ռուսաստանի պահանջներից մեկն էլ, այսինքն դիրքորոշումներից մեկն էլ նա է, որ Եվրոպան այստեղ կողմ է հակամարտության, քան ուրեմն միջնորդ կամ երրորդ կողմ, այսպես ասած։ Եվ սա եւ այն հանգամանք, որ Միացյալ Նահանգներն էլ փորձում է այսպես լեզու գտնել Ռուսաստանի հետ, ինքնաբերաբար դուրս է մղում այդ պրոցեսներից Եվրոպային, գլոբալ Եվրոպայի նկատի ունեմ, եւ սա բերում է նրան, որ Եվրոպան ինքը այսօր կանգնած է կրկնում այդ մարտահրավերի առաջ։ Եվ հենց դա է պատճառը, որ այսօր մեր զեցում ենք տեսնում նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպական միության միջև բանակցություններ են ընթանում Brexit-ի արդյունքները վերանայելու բանի տեսանկյունից, սա էլի այդ ընդհանրական, միասնական, եվրոպական արդեն
որ անվտանգային համակարգ ձևավորելու նպատակ է հետապնդում, իսկ այս պարագայում, թեև մենք խոսում ենք այդ ճեղքվածների մասին, բայց պետք է նկատի ունենալ, որ Միացյալ Նահանգներն իր այս վարքագծով փորձում է, ստիպում է ուժեղացնել Եվրոպային, այսինքն դրդել նրան, որպեսզի իրենց անվտանգային համակարգը ձևավորելու վրա ավելի լուրջ ռեսուրսներ օգտագործեն, ինչը կբերի իհարկե հզորացման, բայց դա ժամանակ է պահանջում, կրկնում եմ։ Այլ հարց է ժամանակը ունի Եվրոպան այսօրվա մարտահրավերների համատեքստում թե ոչ։ Ամբողջ գլոբալ համատեքստը այս պրոցեսների սրանք են եւ հենց սրանով է, այս գործոններով է պայմանավորված, թե Ռուսաստանի այս կարգի ուրեմն կոշտ մարտավարությունը, թե Միացյալ Նահանգների որոշակի հարմարվողականությունը իրավիճակին ավելին այս հարմարվողականությունից մենք տեսնում ենք, թե ինչպես են շեշտերը տեղափոխվում ուկրաինական դաշտ, այսինքն այն ինչ որ հնարավոր չի լինում Ռուսաստանից կորզել, ստացվում է, որ դրա փոխհատուցողը պետք է լինի Ուկրաինան, եւ Ուկրաինայի այս առումով ընդհանրապես նախանձելու չի, Ուկրաինան այսօր, այսինքն այն process-ները, որոնք տեղի ունենում հիմա, Ուկրաինային փաստացի կանգնացրել են կապիտուլյացիոն եզրի շեմին, այսինքն վստահաբար Ուկրաինայի հաշվին է լինելու, այսպես ասենք, վերջին արդյունքը, բայց միշտ այդպես է, գիտեք, գերտերությունների խաղերում միշտ ուժում են փոքր երկրները, եւ մենք Հայաստանն էլ մեկ անգամ չէ որ դժել է այդ խաղերի պատճառով։ Լավ փորձ ունենք ճակերտների մեջ, լավ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Գոռ Աբրամյանին։